ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ ելույթում հայտարարել է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Այն ոչ միայն ավարտվել է, այլև ավարտվել է 3 իմ կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր երթուղի՝ TRIP երթուղին, նշել է Ռուբիոն։ Նրա խոսքով TRIP-ը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին, հարգելով նրա ինքնիշխանությունը։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը տնտեսական դժվարությունների կհանդիպի, ինչը կարող է անդրադառնալ ինչպես էներգետիկ, այնպես էլ սննդամթերքի շուկաների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Նման հեռանկարը կապված է ադրբեջանցի մատակարարների հնարավորությունների հետ։ Տիտովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է ռուսական շուկային զգալիորեն ավելի շատ գյուղմթերք առաջարկել, քան Հայաստանը։ Ավելի վաղ ռուսական վերահսկող մարմինները սահմանափակումներ էին կիրառել Հայաստանից բանջարեղենի, մրգերի, չրերի և այլ մթերքների ներմուծման համար։ Հայաստանից արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները նորմալ գործընթաց են, պետք է ստուգել նոր արտադրանքը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Դա սովորական նորմալ աշխատանք է։ Հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է ստացվել, բնականաբար աշխատանքի ընթացքում ինչ-որ բան է հայտնաբերվում։ Դա տեղի է ունենում պարբերաբար, ասել է Օվերչուկը հավելելով. ցանկանում են պաշտպանել Ռուսաստանում սպառողներին։ Միևնույն ժամանակ նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշել. եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ ու հարմար կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է նման ընտրություն կատարել, բայց ոչ մեր հաշվին։ Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ԵՄ անդամակցությանը, կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը, հավելել է նա։ ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսը հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ պաշտոնապես բանակցություններ սկսելու նպատակով։ Սա կարևոր հանգրվան է Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման ճանապարհին և հզոր ուղերձ է ԵՄ միասնության ու վճռականության մասին, ասվում է հայտարարության մեջ։ Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ երկրներին և կառույցներին աջակցության համար։ Նա գնահատել է նաև Բուդապեշտի կառուցողական ներգրավվածությունն այս գործընթացում, նշելով. Կիև-Բուդապեշտ հարաբերություններում նոր էջ է բացվում։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Կիևի հետ համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100 հազարանոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։ Նախկինում Մադյարն ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումն անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։ Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ուղիղ բանակցությունների 4-րդ փուլի արդյունքներով համաձայնել են հրադադարի։ Ըստ պետքարտուղարության դա կախված է Հզբոլահի կողմից կրակի լիակատար դադարեցումից։ Բացի այդ, շարժման մարտիկները պետք է հեռանան Լիտանի գետից հարավ գտնվող տարածքից։ Կողմերը նաև համաձայնել են ստեղծել փորձնական գոտիներ, որոնք կգտնվեն Լիբանանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Իսրայելն ու Լիբանանը նաև հաստատել են, որ թշնամական մտադրություններ չունեն միմյանց նկատմամբ, պարտավորվել են շարունակել ուղիղ բանակցությունները համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ Չնայած հայտարարված նոր հրադադարին, Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ երկրի զինված ուժերը ժամանակավորապես կշարունակեն գործողությունները և կմնան Լիբանանի հարավի այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ որպես բուֆերային գոտի։ Սյուզաննա Չերաղյան, լուրեր։